Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում նախ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական ընթացակարգեր եւ այդ պատմությունը ընդհանրապես մի բանի մասին է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները եւ կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժել։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը որևէ քննարկման ժամանակ համենայն դեպս իմ ներկայությամբ որևէ մեկին չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի կամ գործարքի կամ երևույթի մեջ, նշեմ, որ որևէ գործով ես չեմ անցնում, չեմ անցել։ ԿՊԱ-կան Հայկ Սարգսյանը հերքում է, որ իր անվան հետ կապված որևէ կոռուպցիոն կասկած է քննարկվել կուսակցությունում։ Այդ դեպքում ինչի մասին էր խոսում կուսակցության ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանին մոլորեցրել են, թե ստում է։ Ես չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել։ Վարչապետն անցած շաբաթ իր կուսակցին առնչվող կոռուպցիոն կասկածի մասին հրապարակային խոսեց, բայց մինչև վերջ չխոսեց, ու պարզ չէ, ինչ կոնկրետ դեպքի մասին էր ակնարկում։ Նույնիսկ Հայկ Սարգսյանին զգուշացրեց, իր շահերից չի բխի, որ նրա մասին քննարկումները հրապարակվեն։ Եվ ես չեմ կարծում, թե այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Ես խնդրում եմ հրապարակել դրանք եւ բոլորին պարզ կդառնա, որ այդ նիստերի բովանդակության հրապարակումը ուղիղ բխում է իմ շահերից։ Փաշինյանի վաղեմի թիմակիցը պնդում է, կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված չէ, իր թիմակիցներն են իր մասին կուսակցությունում այդպիսի թեմա բացել, իր բացակայությամբ քննարկում ծավալելու իրեն մեղադրել կոռուպցիոն գործարքի համար, թե կոնկրետ ինչի համար փակագծեր չի բացում Սարգսյանը։ Ըստ մամուլի հրապարակումների իհարկե որոշ վարչության անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են որևէ կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն ինչ-որ գործերի մեջ։ Պատգամավորն ասում է, 2 տարի առաջ ինքն է կուսակցությունում խոսել ԿՊԱ-կանների ենթակայությամբ գործող գերատեսչություններում տիրող խնդիրների մասին, Տավուշի ու Լոռու մարզերի անտառահատումների, օնլայն կազինոների եւ այլն, բայց զարգացումներն ըստ նրա չեն եղել այնպես, ինչպես ակնկալել է։ Խնդիրների հասցեատերերի հետքերով չեն գնացել, ասում է։ Մի բան էլ իրեն են մեղադրում։ Ցավալի է, որ կան գործընկերներ, ովքեր իմ հնչեցրած մտքերը փորձում են օգտագործել իմ դեմ եւ այն հնարավոր բաները, որոնց մասին ես խոսացել եմ, փորձում են վերագրել ինձ, դա չի ստացվելու, չի ստացվել։ Հայկ Սարգսյանի ու նրա եղբոր տեխնացությունն էլ կուսակցության նախընտրական ցուցակում չհաստատվեց։ Նրանք նույնիսկ ընդդիմացան վարչության որոշմանը, բողոքարկեցին, բայց Փաշինյանի վաղեմի զինակիցներին այդպես էլ թույլ չտվեցին ցուցակ մտնել։ Դրան էլ հաջորդեց արդեն վարչապետի վերջին հայտարարությունը։ Ես իմ գործունեությամբ ճակերտների մեջ ցավացրել եմ որոշ մարդկանց, ովքեր այսօր դեռևս չեմ ցանկանում անունը տալ։ ԿՊԱ-կանը հատկապես լարված հարաբերություններ ունի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Նա ասում է, թե դա ուղիղ կապ ունի օնլայն կազինոների դեմ իր հեղինակած օրինագծի հետ։ Ամիսներ շարունակ պատգամավորը պնդում է, կազինոների սեփականատերերը իշխող կուսակցության վարչության վրա ազդեցություն ունեն, բայց պատգամավորի հայտարարություններին իրավապահները ընթացք չեն տալիս։ Ես կարծել եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում իմ կատարած գործունեության համար ինձ պետք է շնորհակալություն հայտնեն, դուք ասեցիք մեդալ տան, դեմ չի լինի, բայց ինձ հայտարարվել է խիստ նկատողություն, ինչը ես չեմ ուզում մեկնաբանեմ, դուք մեկնաբանեք։ Կոռուպցիոն կասկածների մասին վարչապետի հայտարարությունից օրեր առաջ Հայկ Սարգսյանի անունը դատարանում հնչեց նախկին ԿՊԱ-կան Հովիկ Աղազարյանին առնչվող ոչխարների արտահանման քրեական գործով։ Աղազարյանը մեղադրվում է ենթադրյալ կոռուպցիոն գործարքի համար։ Այս գործով անցնող անձանց գաղտնալսված հեռախոսային զրույցներում մի դրվագ կար, որ այդ մարդիկ մականունով խոսում են Հայկ Սարգսյանի մասին, թե նա էլ է եղել ոչխարների արտահանման ու ուրիշ գործերում։ Այդ գործի մեջ եղել է, այդտենց առանձին խոսան, գերի, ընդ է հա, սևարը, ոսվորետին ջոգիրով, տեն ջոգի կետակ կերել, այդի անցած տարի գործի մեջ եղել, ապշո ուրիշ գործերով, ամա համենաս կան կանչի ասնակ հասա վերինգի տեղը շատ բաների մեջ ես մտնում, ամեն ինչի մեջ կաս։ Չկա նման բան, դա սուտ է, կեղծ է, որևէ մեկը ինձ ոչ այդ գործով, ոչ որևէ այլ գործով երբևէ չի կանչել, չի լսել, չի ներգրավել։ Ես դրան մասին առաջին անգամ լսել եմ մամուլից։ Այդուհանդերձ Փաշինյանի հետ քաղաքական ճանապարհ անցած Հայկ Սարգսյանը չի բացառում, որ իր դեմ քրեական գործ կհարուցեն կամ իրեն կկալանավորեն։ Որևէ բան ոչ հաստատում եմ, ոչ բացառում եմ։
ՔՊԱ-կան պատգամավորի վերաբերյալ կոռուպցիոն կասկածների մասին Փաշինյանը բարձրաձայնեց ու նրան հրապարակային զգուշացրեց, երբ Սարգսյանը ընդդիմացավ ԿՊ վարչության որոշմանը ու սկսեց խոսել Փաշինյանի ղեկավարած կուսակցությունում տիրող իրավիճակի մասին։